Ողջույն սիրելի ընկերներ, հուսով եմ, որ դուք լավ եք, ինչպես տեսնում եք, մենք էլ լավ ենք ու ինչպես, որ ես ձեզ խոստացել էի, հիմա նկարում եմ հարց ու պատասխան տեսանյութը։ Վլոգը նկարում եմ մի փոքր ավելի ուշ, այսինքն 24 ժամից ավելի ես տրամադրեցի, որպեսզի այն մարդիկ, ովքեր ապրում են ժամային տարբեր գոտիներում, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ մեկ այլ երկրում են ապրում, որտեղ Եվրոպայի հետ ժամային տարբերություն կա, որպեսզի կարողանան իրենք էլ տեսնել ու մասնակցել այս հարցերին։ Բայց ինչպես ասեցի, 24 ժամից անցել է ու հուսով եմ, որ այս post-ը բոլորը տեսել են ու բոլոր հարցերին կպատասխանեմ, ամեն դեպքում կփորձեմ, եթե չէ, հետագայում ընթացքում, էլի վլոգների ընթացքում կպատասխանեմ։ Եկեք անցնենք այսպես հարցերին։ Ես անունները չեմ կարդա, որովհետև գուցե մարդը հարցը տվել է, բայց չի ցանկանում, որպեսզի իր անունը հնչի, ես ուղղակի այսպես հարցերով կասեմ։ Ուրեմն, աղջիկներից մեկը գրել է հարցեր չունեմ, միայն կասեմ, որ բոլորիդ շատ սիրում եմ Լիան ջան, Ալեքս ջան, պարոն Ջեյմս ջան, շատ շնորհակալություն, մենք էլ ձեզ ենք շատ սիրում սիրելիս ու ընդհանրապես ձեզ բոլորիդ սիրում եմ սիրելի թանկագին բարեկամներ, ուրախ եմ, որ հավաքվել եք այդքան լավ մարդկանցով մեր ընտանիքի կողքը։ Նախապես ասեմ, որ հարցերի մեծ մասը կապված է Ջեյմսի աշխատանքի հետ, Հնդկաստանի հետ է կապված։ Ճիշտն ասած, Հնդկաստանի վերաբերյալ ես մեկ այլ տեսանյութ եւս պատրաստում եմ, որը կլինի ավելի մանրամասն մեր 1 տարի այնտեղ ապրելուն, լավ ու վատ կողմերին ու ավելի մանրամասն աշխատանքի հետ կապված, մի խոսքով բոլոր հարցերին այդտեղ էլ ավելի մանրամասն կանրադառնամ։ Այսպես ես հիմա կպատասխանեմ իհարկե հարցին, բայց շատ ավելի մանրամասն Հնդկաստանի վերաբերյալ նոր տեսանյութ է սպասվում, այնպես որ բաց չթողնեք ու հատկապես այն մարդիկ, ովքեր մտադիր են գնալ, այնտեղ ապրել կամ աշխատել կամ սովորել, իրանց համար շատ օգտակար կլինի։ Պատասխանեմ հարցին, արդյոք հնարավոր է չեղյալ համարել պայմանագիրը, հիշում եմ, որ 3 տարի ժամկետով էր։ Ասեմ, որ այո, ցանկացած պայմանագիր, որ կապվում է, կարող է չեղարկվել, որովհետև աշխատանքային պայմանագրերը այնպես չի, որ ստրկության վերաբերյալ պայմանագիր է, որ ստորագրել ես, էլ չես կարող չեղյալ անել, իհարկե չեղյալ անելուց այնտեղ լինում են կետեր, որոնք որ պետքա դու եւս հաշվի առնես։ Այնպես էր, որ մենք, քանի որ գնացել էինք մի երկիր, որտեղ չգիտենք, պետքա ծանրութ թեթև անենք, ես ինչպես եւ այն ամենասկզբում ասում էի, որ այո, 3 տարով է պայմանագիրը, բայց պետքա տեսնենք, ապրենք, տեսնենք, թե ինչքան կմնանք ու հարմար գտանք, որ ավելի ճիշտ կլինի, եթե մենք վերադառնանք, 1 տարուց ավել չմնանք։ Շատ բաներ կային, առաջինը այն էր, որ եթե վերջին օրերում կհիշեք, ես ուղղակի խեղդվում էի, իդեպ իմ խեղդոցը դեռ մինչև հիմա չի անցել, այնպես չի, որ ամբողջությամբ իմ խեղդոցը անցել է, ես ասեցի, որ գնացել ենք բժշկի, արյան անալիզներ ենք հանձնել, բայց ես պատասխանը դեռ չունեմ, 48 ժամվա ընթացքում նոր կլինի, իդեպ սպասում էի նաև հուսով էի, որ ավելի շուտ կլինի պատասխանը ու միանգամից այդպես ձեր հարցին էլ կպատասխանեմ, բայց դեռ պատասխանը չեմ ստացել, այն նույն ձևով չեմ խեղդվում, ինչ որ այնտեղ է խեղդվում, այնտեղ հնարավոր չէր ինձ արդեն իսկապես ես չէի կարողանում շնչել ու բնականաբար եթե առողջական խնդիր ունեի, բնականաբար էլ չէինք կարող մնալ։ Հայաստան, իմ աղջիկներից մեկը միշտ ամեն վլոգիս տակ գրում է, որ Հայաստանը լավագույն երկիրն է ապրելու համար, ես էլ շատ եմ սիրում մեր Հայաստանը ու իհարկե համամիտեմ իր հետ, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է։ Շատ հապշտապ հետ եկաք Հնդկաստանից, որն էր իրական պատճառը, քանի տարեկան ես Լիաննա ջան, շնորհակալություն։ Հարցը էլի Հնդկաստանին էր, արդեն հասկացաք, որ չեմ կարծում, որ մենք շատ
հապշտապ վերադարձանք, հապշտապ կլիներ երևի թե 3 ամիս հետո, 4 ամիս հետո, ես միշտ իմ վլոգներում ասում եմ, որ այո, պայմանագիրը 3 տարի է, կարար ավելի երկար էլ լիներ, բայց ամեն դեպքում ամեն ինչ միշտ ասել եմ, որ երբ որ զգանք, որ էլ չենք կարողանում, մենք ավելի շուտ կվերադառնանք, իսկ այս պահը էլի ուրիշ բաներ կային, բացի իմ կոկորդի հետ կապված, նաև վերջին ամիսներին դուք նկատեցիք, երևի թե նկատել եք, եթե դիտում եք, ես անընդհատ ասում եմ, որ Ջեսի ոտքը ցավում է, Ջեյմսի ոտքը ցավում է, չի կարողանում քայլել, այսինքն ինքը անընդհատ ցավազրկող էր խմում, որպեսզի կարողանար քայլել ամեն օր ինքը այդ քայլելու հետ ես դրան էլ ավելի մանրամասն կասեմ, բայց ինքը ոտքի հետ խնդիր ուներ ու դա չեմ կարող ասել ինչից է դա, կարա լիներ երկաթի բացակայությունից, դա կարա լիներ տարբեր բաներ կարան լիներ, հիմա քանի որ դեռ արյան անալիզների պատասխանը մենք չունենք, դրա համար ավելի մանրամասն սպասում եմ հենց այդ բժշկական ինֆորմացիային, որպեսզի ձեզ ասեմ կոնկրետ պատճառը ինչից էր։ Գուցե խնդիրը նրանից էր, որ ինքը շատ քիչ էր քնում, ինքը գրեթե չէր քնում, աշխատանքը շատ էր, 3 ժամ գիշերները մաքսիմում, ինքը 1 տարի մենք այնտեղ ենք եղել, ինքը գիշերները քնել է մաքսիմում 3 ժամ, ինչը որ հնարավոր չի, դա էլ հնարավոր է, որ պատճառ հանդիսացավ, որ ոտքի այդ ցավը առաջացավ, այսինքն իր հանգիստը հարկավոր, որ ապաքինվի այդ ոտքը, ստրես չունենա այդ աշխատանքի օրեր կային, նույնիսկ ինքը չի քնել ընդհանրապես, պատրաստվել է, որպեսզի գնա, որովհետև դասերը շատ էին, նոր առարկաներ կային, մի խոսքով դա աշխատանքային ոնց որ ընթացք է եղել, ամեն դեպքում պետքա անալիզներ հանձնվեն ու տեսնենք, թե ինչից է, ինչն է պատճառը, սնունդ ինչ որ քիչ է սնունդը եղել, թե ինչն է պատճառը եղել, որ հանգեցրել է դրան, թե չէ, եթե հետևել եք մեզ, ես ամեն անգամ, ամեն օր վլոգ անելուց ասում եմ, որ նամանավանդ եթե ամուսինս լինում է կադրում, ասում եմ, որ ասենք ոտքը այսօր էլ է ցավում, չի կարողանում քայլել, դժվարանում է քայլել, անընդհատ բան է խմում, ցավազրկող է խմում, որպեսզի կարողանա քայլի, դե բնականաբար վերջին երևի 2-3 ամիսը այդ վիճակով էր ու այդպես էր ինքը գնում դասի, իր նստասենյակը, որտեղ որ ինքն էր նստում աշխատասենյակը եւ որտեղ որ դասավանդում էր, բավականին հեռու էր, չնայած կային մեքենաներ, որ մեքենաներով էր գնում գալիս, այնտեղ փոքր մեքենաներ կան, գիտեք, շրջում են մոտավորապես 2 կամ քառա հետո իր պայուսակը մեծ է, ծանր պայուսակով ամեն օր գնում գալիս էր, մի խոսքով այնպես էր, որ հապշտապ չէր էլ, եթե ուշադիր եք նայում տեսանյութերը, ես իմ կոկորդից եմ բողոքում, ամուսինս իր ոտքից է բողոքում ու մեզ հարկավոր էր մի հատ ստուգվել, տեսնենք, թե ինչն է պատճառը։ Բարև Լիանա ջան, խնդրում եմ ասել, դուք ընդմիշտ մնալու եք Բելգիայում, թե վերադառնալու եք Հնդկաստանում։ Ուրեմն սիրելիս Հնդկաստան, կարծում եմ, թե դժվար թե վերադառնալ. You think we will go back to India for teaching? I don't think so. Չեմ կարծում, որովհետև ասում եմ զուտ այս Who knows, maybe one day. Որպես տուրիստ, as a traveler, որպես տուրիստ շատ հնարավոր է, որ գնանք, բայց այդպես նորից աշխատանքի վերադառնալու համար կարծում եմ, որ այս պահի դրությամբ կվերցնի Ջեսա արձակուրդ, որպեսզի հանգստանա, ոտքը ամբողջությամբ կարգավորվի ու հետագայում արդեն կտեսնենք, թե ինչպես կլինի։ Չեմ կարծում, որ այս պահին մենք կվերադառնանք Հնդկաստան։ Մեկ էլ հարցնում եք, թե ես քանի տարեկան եմ, իմ տարիքը ես պետք է հաշվեմ, մի րոպե, այս տարի կլինեմ 44 տարեկան։ Աննա ջան, ձեր Հայաստանի տուրը երբ կլինի, տունը երևի թե։
Այս հարցին սիրով պատասխանեմ, այս հարցի վերաբերյալ էլի մեկը չի, մի քանիսը նշել են։ Տունը, ուրեմն, ասենց ասեմ, շենքը կառուցվել է, ամբողջությամբ կառուցված է, ինչ թուղթ են ասում, ավարտական ակտը ստացել են էլեկտրականության, գազի և ջրի աշխատանքներն են տարվում, որպեսզի մարդիկ կարողանան վերանորոգում անեն և այլն և այլն։ Հայաստանում հիմա օրենքը փոխվել է, ինչի համար ես շատ ուրախ եմ, որ բացի ավարտական ակտից պետք է լինի նաև շինարարության ավարտ, ոնց որ թե այդպես է կոչվում, շինավարտ։ Այսինքն այդ շինավարտը արդեն որ իսկապես երբ որ ես տուն էի գնում, օրինակ, իմ համար շատ կարևոր էր, ես ուշադրություն եմ դարձրել, որպեսզի շենքում լինի գազ, դե ջուրն ու էլեկտրականությունը դա արդեն ոնց որ պետք է լինի ու լինի, բայց Հայաստանում կամ Երևանում կային շենքեր, որոնք չունեին գազ, այսինքն միանգամից մարդիկ ասում են գազ չի լինելու, լինելու է միայն ջուր և էլեկտրականություն։ Բնականաբար ես նման շենքերը էլ չեմ նայել ու ես ընտրել եմ այն շենքը, որտեղ որ ասել են, որ գազ կլինի, այսինքն իմ իմանալով շինավարտը, որ այդ ամենը պետք է ոնց որ աշխատանքները ամբողջությամբ պատրաստ լինի, նոր շինարարական ավարտ, այդ երկրորդ ոնց որ թույլտվություն, հա, ինչ որ պետական այդպիսի նոր թուղթ կա։ Մի խոսքով, հիմնական գործերը ավարտվել են, այդ լույս, գազ և ջուրն է մնացել, որպեսզի շենք բերեն, շենք մտցվի, ինչ որ նման աշխատանքներ են, որ պետք է արվի և բնականաբար ես պետք է տունը ոնց որ ընդունեմ, ես դա դեռ չեմ արել, որովհետև պետք է անպայման նայեմ նաև, որպեսզի պատերը ուղիղ լինեն, հարթ լինի նաև հատակը, բայց դրանք արդեն մանր գործեր են։ Ես ընդհանուր առմամբ ընդհանուր կառուցապատողից գոհ եմ, որովհետև ժամանակին շենքը կառուցել է, միայն մնացել է այդ մանր-մունր բաները, չեմ կարծում, օրինակ մեր տանը պատերի մեջ կան ծռություն, մենք ասել են, խոստացել են, որ կնայեն, կշտկեն։ Ես համբերատար սպասում եմ, բայց ընդհանուր առմամբ հա շատ գոհ եմ, ուրիշ այս պահի դրությամբ։ Շատ եք ինձ հարցնում նաև, թե որ կառուցապատողից եմ օգտվել, կամ որտեղից եմ գնել, ճիշտն ասած այդ հարցին ես սենց բարձրաձայն առայժմ չեմ ասում, որովհետև դեռ ամեն դեպքում ամբողջությամբ ոնց որ այդ գործարքը ոնց որ դեռ ընթացքի մեջ է, ընթացքից գոհ եմ, բայց վերջնական չի ու ես գիտեք ես գովազդներ այդպես չեմ անում, ես միշտ իմ ազնիվ կարծիքն եմ ասում ու թե ինչ է կատարվում, հա, թե ինչ փուլում է, ինչ է եւ այլն, համբերատար սպասում եմ, մարդիկ ժամանակի մեջ իրանց գործերը անում են, այդպես բողոքել բան չունեմ, բայց այդպես գովազդելու համար էլ այս պահի դրությամբ ոչինչ չեմ ուզում գովազդեմ, բայց երբ որ ամեն ինչ վերջնական կլինի, բնականաբար ես ձեզ էլ կասեմ, թե որ կառուցապատողն էր, որտեղից ենք օգտվել եւ այլն, որպեսզի դուք էլ իմանաք։ Այսքանը երևի թե այս պահի դրությամբ ասեմ շենքից, բայց շենքը կառուցվել է, ոնց որ թե պատուհանները դրած ամեն ինչ հարած է, կան մարդիկ, ովքեր որ վերցրել են բանալին, գիտեմ, որ կան մարդիկ, որ կարող են, եթե շտապում են, կարող են ինչ որ իրենց ինչ անունը դվիժոկ, հա, դվիժոկը հայերեն չեմ իմանում, ոնց էր դվիժոկը բերեն, սկսեն վերանորոգումը, դե կան մարդիկ, ովքեր որ վարձով են ապրում, իրանց հարմար չի, որ համ վարձ տան, համ տան այդ հիպոթեքով են վերցրել, ենթադրենք, այդ վճարները անեն, իրանք նախընտրում են դվիժոկ օրինակ բերեն, իրանց գործերը անեն, որ շուտ կարողանան մուտք գործել։ Ես այս պահին այտենց շտապելու ինչ որ խնդիր չունեմ, դրա համար համբերատար սպասում եմ, մինչև իրանք կվերջացնեն, պատերը կուղեն, ամեն գործարքը կարվի ու ձեզ էլ կասեմ, թե ով էր մեր կառուցապատողը։
Լիանա ջան, կպատմեք մի քիչ ինչու հետ վերադարձաք Հնդկաստանից եւ արդյոք նորից հետ կգնաք։ Մի տեսակ բաց թողեցի ձեր հետ գալը, չհասկացա ժամանակավոր եք եկել Բելգիա, թե նորից կգնաք Հնդկաստան։ Իրականում մեր այստեղ գալը, երբ որ հետ էինք գալիս, մենք ուղղակի արձակուրդ էինք գալիս, այդպես չէր, որ պետքա երկար մնայինք, բայց սակայն այնտեղ մի փոքր փոփոխություններ եղան մեր հետ գալու հետ կապված, վիզաների երկարացման հետ կապված, էլի մի քանի բաներ կային, որոնց մասին ես ավելի մանրամասն կասեմ այդ Հնդկաստանի վերաբերյալ, երբ որ տեսանյութը պատրաստեմ, ու վերջին պահին մենք որոշեցինք, որ նամանավանդ, սենց ասեմ, մենք այնպես էինք առաջին մեր գալու ձգձգվում էր, կհիշեք վերջին տեսանյութը, որ նկարում էի, մենք այնպես էինք արել, որ մեր հետ գնալու ժամանակ արդեն մենք կունենանք մեր բժշկական ռոնդևուները, հանդիպումները կունենայինք, այդ ամեն ինչը մի քանի ուրիշ հանդիպումներ էլ ունեինք մենք այստեղ, որ քանի որ վիզաները մի տեսակ երկարեցին, մեզնից չէր կապված դա, մենք ամեն ինչ ժամանակին արել էինք, ու այդ բոլոր հանդիպումները չեղարկվեցին։ Եվրոպայում գիտեք շատ դժվար է մի քանի ամիս առաջ։ Մենք այստեղ գալը մեր պլանավորել էինք դեռ շատ վաղուց, այսինքն ես գիտեի, որ Ալեքսը դպրոց է այնտեղ ավարտի, հետո ջեսի արձակուրդն է գալիս ու մենք այդ ամսվա մեջ դեռ մի 3 ամիս առաջ մենք հանդիպումները արդեն գրանցել էինք բժշկի հետ, մեկ այլ ուրիշ տարբեր հանդիպումներ էլ ունեինք, այդ բոլոր հանդիպումները գրանցել էինք, որ գիտենք, ես 10 օր արձակուրդ ունի, այդ 10 օրում գանք, այդ ամեն ինչը անենք ու հետ վերադառնանք, բայց քանի որ այդ փոփոխություններ եղան, այդ հանդիպումները բոլորը չեղարկվեցին, մենք նոր հանդիպումներ պետքա վերցնենք ու այստեղ էլ Եվրոպայում բժշկի հետ հանդիպումը նայած մասնագետներ կան, որ ամիսներով պետք է, մինչև 8 ամիս կարա սպասես, ես գիտեք երակների խնդիր ունեի, այնտեղ շատ մեծ խնդիր ունեի երակների, անընդհատ ցավում էին ոտքերս, ուռում էր, այն սեզոնն է, որ ոտքերս ուռում է, այնտեղ չգիտեմ ինչի, ոտքերս էլ ավելի սաստիկ էր այդ ցավը դառել, չգիտեմ, ես օրինակ էմրություններում էլ շոքա չէ ավելի, բայց ես տենց ցավեր չեմ ունեցել, երբեմն այդ ցավից ես լացում էի երեկոյան, շատ ուժեղ էր ցավում, իսկ վեներոլոգի հետ հանդիպում ունենալու համար այստեղ 8 ամիս պահանջվում է, այնտեղ ես որոշ դեղեր էլ խմեցի, որպեսզի երակներիս մի փոքր ոնց որ հուսով էի, որ կանցներ կամ կքչանար, մի խոսքով, բայց ամեն դեպքում եղանակը իրենը անում էր ու չգիտեմ, մի խոսքով եղանակային առումով ինձ համար կոնկրետ Հնդկաստանը այդքան էլ լավ չեղավ, ես շատ խնդիրներ ունեցա այնտեղ, համ այդ երակներիս պահով օրինակ եկել եմ այստեղ ես չունեմ այդ խնդիրը, որ ասեմ, ես այնտեղ ազնվությամբ եմ ասում, երեկոյան ժամերին լացում էի, ոտքերը սենց դնում էի վերև ու ցավից լացում էի, դեղ էի խմում, որպեսզի ցավազրկող, որպեսզի ցավը չզգամ, այտենց ցավում էր, ինչևէ, քանի որ այդքան այդ ամեն ինչը չեղարկվեց ու մենք մեր այդ վիզան սպասում էինք, թե երբ կլինի, մինչև եղավ, եկանք ու արդեն այստեղ սկսեցինք այդ հանդիպումները նորից անել, այսինքն այդ 10 օրվա ընթացքում բնականաբար 10 օր էր ընդամենը Ջեյմսի արձակուրդը, շատ տարօրինակ է, բայց այնտեղ արձակուրդային օրերը շատ քիչ է, ընդամենը 10 օր էր, որից 2 օրը մենք պետք է գայինք, 2 օրը հետ վերադառնայինք ու այդ հանդիպումները բնականաբար չկարողացանք, այսինքն իրականացնել, պետք է սպասենք հիմա մինչև այդ հանդիպումները դեռ մեր շարունակվում են։ Բարև ձեզ սիրելի Լիանա ջան, եթե կարելի է ասեիք, մտադրված եք գալու Հայաստան ընդմիշտ բնակություն հաստատելու նպատակով։
Շատ լավ հարց եք ասում, Ջեսը շատ մեծ հաճույքով կգա ու կապրի Հայաստանում, ես ինքս էլ մեծ հաճույքով կուզենամ ապրել Հայաստանում, Ալեքսի համար էլ իհարկե լավագույն մանկությունը երեխաների համար դա Հայաստանում է, այն մեր կոլորիտային սիրուն քաղցր Հայաստանում է, մենակ մենք չէ, մենք ունենք շատ ընկերներ, ովքեր որ այցելել են Հայաստան, մի անգամով որ եղել է Հայաստանում, միշտ ասում եմ, որ օրինակ ապագան հենց Հայաստանում է կամ նմանատիպ երկրներում է, մեր ընկերը օրինակ ում որ հանդիպեցինք, ինքը օրինակ ֆրանսիացի էր այս վերջին մեր տարում, որ հանդիպեցինք ինքն էլ միշտ օրինակ իր կյանքը չի պատկերացնում, որ Ֆրանսիայում շարունակի, ինքը այդպես տարբեր երկրներում Ղազախստանում էր եղել, տարբեր երկրներում ապրել է ու հիմա դե Հնդկաստանում էր ապրում, էլի ասում է ես ենթադրում եմ, որ պատկերացնում եմ, որ դուք հետագայում կգնաք եւ հենց Հայաստանում կապրեք, այո Հայաստանում կյանքը շատ քաղցր է, չեմ ուզենա, որ փոխվի, այսինքն չեմ ուզենա, որ ամբողջությամբ Եվրոպա դառնա, վատ իմաստով, որովհետև Եվրոպայում ամեն ինչը չի որ լավ է, այն մեր քաղցր անուշ Հայաստանը շատ ավելի լավն է, այդ թանկությունները չլինեն, սենց են, որ անհասկանալ թանկություններ են լինում, ես շատ եմ սիրում, որ հեսա օրերն էլ բացվում է, օրինակ կաֆեների սեզոնն է, մարդիկ, երիտասարդները աշխատանքից հետո հանդիպում են իրար, գնում են սրճարան, մի խմորեղեն են վերցնում աղջիկները, չգիտեմ, կանայք, տղամարդիկ լավ ժամանակ են անցկացնում, ապրում են Հայաստանում, կյանքը մեկ անգամ է տրված ու պետքա մի քիչ ավելի հենց մեր այդ հայկական եռուզեռը շատ եմ սիրում, այստեղ մի քիչ ուրիշ է, այստեղ գիտեք ռեստորաններ գնալ, մեծ հարսանիքներ անել, մեծ ծնունդներ անել, տենց բաներ չկան, որովհետև ամեն ինչ այնքան թանկ է, ով կգնա, չգիտեմ, ռեստորան կփակի, մեծ ծնունդներ կամ հարսանիքներ կանի, կոկորդս ցաված, մարդիկ աշխատում են, առավոտ շուտ արթնանում են, ժամը 5-ին 6-ին գնում են աշխատանքի, վերադառնում են, իրանց հոգսերով պատրաստվում են հաջորդ օրվա շուտ պարկում են քնելու, նորից գնում են աշխատանքի, այտենց մեր այս կարգի Հայաստանում շատ մեծ հաճույքով հուսամ, որ շատ մեծ փոփոխություններ չեն լինի, մենք մեր այդ եզակիությունը կպահենք ու հա մեր Հայաստանը ամենալավ տեղերից է, պատկերացրեք, որ օրինակ շատ երկրներում, եվրոպական երկրներում հարուստները այդ եվրոպական երկրներից գնում են այնպիսի երրորդ երկրներ, որտեղ որ կկարողանան կյանքը վայելել։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի աշխատավարձը, այստեղի աշխատավարձի հետ չես համեմատի, այստեղ մի քիչ ավելի շատ է, բայց այստեղ էլ վարձերը շատ են, այնքան շատ վարձեր ես տալիս, այստեղ ես տալիս, այնտեղ ես տալիս, վարձեր ես տալիս։ Ես չեմ ուզենա, որ մեր Հայաստանում էլ այդ վարձերը այնքան շատանան, որ մարդիկ ոնց որ աշխատեն ու մենակ վարձեր տան, օրինակ տան վարձ, չգիտեմ, ես ինչի վարձը, աղբի վարձ, ես ինչի վարձ, այն ինչի վարձ ու այդ հոգսը գնալով մեծանա, էլի այտենց լինի, թող մեր հայերը լավ ծնունդներ էլ անեն, երիտասարդները սրճարաններ էլ գնան, լավ հեռախոսներ էլ ունենան, մեքենաներ էլ ունենան, մի խոսքով կյանքը վայելեն, կյանքը մեկ անգամ տրված, բայց հա, մեր Հայաստանը շատ գեղեցիկ տեղ է, շատ անուշիկ Հայաստան է, ու մեծ հաճույքով կուզենայի գայի, ամեն ինչով լավ է, մի քիչ ձմեռնացուրտ լինում, բայց ինչքան սիրուն գարուն ամառ աշուն ունենք, միրգ բանջարեղենը, էժանը ամառվա սեզոնին, սեզոնային մրգերը, ես միշտ ասում եմ, այստեղ եթե մենք կես կիլոյով փոքր տուփով ելակ ենք գնում, գրեթե կարելի ասել տարին այդ սեզոնին էլ էլի, նետ չի որ սեզոնը գալիս է, ես ինչ էժանանում է ելակը, մենք սեզոնին գնում ենք միշտ կիլոներով, չեմ ուզենա այդ թանկությունները լինեն, որ սեզոնային մրգերը, միրգ բանջարեղենը այդպես
թանկանա, ինչքան էլ որ աշխատավարձը բարձրանա, թող աշխատավարձը բարձրանա, բայց թանկություններ չլինեն, տան վարձերը չբարձրանան, հարկերը չբարձրանան, էլի։ Մի խոսքով ընկերներ ջան, ոնց որ կոլորիտայնությունը մեր հայկական պահենք, համ էլ որ ինչ է ուզում ասել, որ այդ հարուստ մարդիկ Եվրոպայից փախնում են մի տեսակ, իրանց այդ եկամուտներն էլ տանում են երրորդ երկրներ։ Եթե մեր Հայաստանը թանկանա, դառնա թանկ Եվրոպա, բնականաբար այդ հարուստներն էլ չեն գա։ Հələ նայեք ձեր շուրջը, տեսեք ինչքան օրինակ եվրոպացիներ կան, որ եկել են, ապրում են, ճիշտ է, դեռ քիչ են, որովհետև դեռ քիչ է, շատ չեն գա, ով որ գալիս է, միանգամից սիրահարվում է, ասում եմ, մենք Ամերիկայից ընկեր ունենք, ջես շատ միշտ ասում է երբեք գնալու ես էլ գամ, ինքը մեծ հաճույքով կգա կապրի Հայաստանում։ Շատ են, Բելգիայից ընկեր ունենք, երբեք չի եղել, ինքը մենակ նկարներով է տեսել ու այստեղ հայ մի երաժիշտ ընկեր ունի, այդպես ոնց որ նկարներով ասում է երբեք գնալու, ասում եմ դե ոչինչ, մենք որ չգնանք, միշտ այնպես է ստացվում չի լինում, էլի որ միևնույն ժամանակ ինքը արձակուրդ ունենա ու մենք գնանք, ասում եմ դե ոչինչ, դու կարող ես գնալ, ասենք թե քեզ կդիմավորեն, ես ամեն ինչ կկազմակերպեմ, էլ դու ոչ մի խնդիր չես ունենա, հաշվի որ դու մենք այնտեղ ենք, ասում է դեռ չի ստացվել առայժմ, բայց չկա մեկը ով գա ու նորից չուզենա գա ու ապրի, որովհետև ամեն ինչ կա լավ կյանքի համար Հայաստանում ամեն ինչ կա, մի խոսքով, հա, կգանք մեծ հաճույքով։ Այստեղ սրտիկներ ունեմ, հետո բարև Լիանա ջան, ինչպես եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Այս հարցի վերաբերյալ ես առանձին տեսանյութ ունեմ, որպեսզի շատ երկար չլինի մեր տեսանյութը, ես կպատմեմ կարճ, ամուսնուս հետ ծանոթացել ենք Facebook-ով, ես աշխատում էի, ինքը իրանից, Facebook-ը նոր էր, Հայաստանում նոր էր ոնց որ սկսում, ես միշտ պրպտող բնավորություն ունեմ, ինչ-որ մի ծրագիր որ գար, պետքա պրպտեի, նայ, Adobe Photoshop-ը դուրս եկավ, ես պետքա իմանայի նորը, ասենք, նորը եղավ, ես պետքա իմանայի ոնց է աշխատում, ես ինչա, ու ոչ մի բանից հետ չի ուզում մնայի, նույնն էլ Facebook-ը բոլորը դրանից առաջ Ադնակլասնիկներ, եթե չեմ սխալվում, հետո բոլորը ինչ-որ Facebook-ից են խոսում, ես էլ ուզում եմ իմանայի, էդ ինչա, ես այնքան ծանրաբեռնված էի իմ աշխատանքի մեջ, աշխատում էի, բայց ընդմիջման ժամերին փորձում էի տեսնել ինչ է իրանից ներկայացնում, մի խոսքով այդեն շատ պատահաբար բացեցի մի իմ նամակների մեջ, տեսա, որ ինձ ինչ-որ մեկ ուղարկել է խաղ, այդենց նայում էի բան, այդ խաղը ընդունեցի, խաղը ընդունելուց հետո ես ժամանակ չունեի, որ մտնեի Facebook, գրեի, չգիտեմ կամ ինչ-որ մի բան, խաղն եմ ընդունել ընդամենը, որից հետո այդ խաղը մի բան ուներ, որ սենց բացվում էր, ասում էր, որ մտնում էի Facebook թե չէ, սենց բացվում էր իմ մոտ պատուհան էր բերում, որ այս մարդը եկել է քո այգին ջրել է, ինչ-որ այգի էր, որտեղ ինչ-որ պետքա ջրեիր, միրգ բանջարեղեն, հետո այդ պետքա ռեստորան ունեիր, ռեստորանում վաճառեիր, մարդիկ գնային, մարդիկ այն մի խոսքով միշտ բերում էր, այս մարդը եկել է ջրել, այս մարդը եկել է դու տեղում չես եղել, ես ինչ բան ա եղել, այս մարդը եկել է ինչ-որ մի բան արել, մի խոսքով, ասում էի դե լավ, այս մարդը, ես էլ նկարներ, ասում էի լավ, այս մարդը ու իրա բանով համազգեստով նկարներ, ասում էի դե լավ, այս մարդը ասում էի ինչ էլ ժամանակ ունի եկել է այսքան բաներ անում ու հետո մի ընթացք չկար, մի 2-3 օր չկար, ասեցի ու իմ մոտ էր բերում, այդ խաղը նաև բերում էր, որ այս մարդը այսօր չի եկել, իր բանը չի ջրել, ագարոտը չի ջրել, ասում էր ոնց որ կգաս, կօգնես իրան, մեկ անգամ, երկու անգամ, դե ասեցի դե լավ, այդքան այդ մարդը եկավ, գնամ հələ մի օր էլ ես բան անեմ, այդպես կնոպկեք էր, սխմեցի դուրս եկա ու ինքը հետո գրեց, այդ դրանից հետո էլ գրել էր, որ շնորհակալություն, ես այստեղ չի եղել, տեսա, որ եկել ես, դե ըստ երևույթին ցույց էր տվել, որ այս մարդն էլ եկել է քո այգին մշակել է։ Մի խոսքով ու այդտեղից սկսեցինք խոսել, դա խնդրեմ, ոչ մի խնդիր չկա, այդտենց սկսեց մեր խոսակցությունը, այդտեղից սկսեց ու բայց ինքը ասում է ես քո նկարը որ տեսա, ես մի անգամից ասեցի այս աղջիկա հետ ես ամուսնանալու եմ։
Մի խոսքով այդպես, հետո որոշեց, որ գալիս է Հայաստան, Հայաստանում 2 շաբաթ ոնց որ թե այդպես իրան ման տվեց, Հայաստանից հարվեց Հայաստանին, հետո վերադարձավ, այդպես մի խոսքով ծանոթությունը մեր Facebook-ի միջոցով ա եղել, ընկերներ ջան, ավելի մանրամասն ես ունեմ տեսանյութը այն ամենասկզբերն ա, որ գնաք կտեսնեք։ Լիանա ջան, երևի ես եմ անուշադիր եղել, չիմացա ինչու Հնդկաստանից վերադարձա, կես հարցին արդեն պատասխանեցի, որ այսպես թե այնպես 1 տարի հետո մենք պետքա գայինք, այնպես չի, որ արձակուրդին պետքա չգայինք, էլի դե ձմեռվա արձակուրդին Հայաստան գնացինք, Գոա գնացինք, ոնց որ երբ որ արձակուրդ էր լինում, այդ երկար արձակուրդի ժամանակ միշտ որտեղ էլ որ ապրել ենք, օրինակ Էմիրություններում էլ որ ապրում էինք, էլի արձակուրդներին գալիս ենք, լիքը թղթաբանություն ա հավաքված լինում, մեր ադմինիստրատիվ գործերը մի խոսքով մեքենան ա հարկավոր լինում տանել, տեղասմոտրը անելու, լիքը գործեր հավաքված ա լինում, որ այնպես չի, որ չէինք գալու, սենց ուղղակի շուտ եկանք, չէ, նախատեսված էր մեր այստեղ գալը, ուղղակի որ չենք վերադառնա, էդի այտենց չէի պատկերացնում, բայց դե անհնար էր ուղղակի, ես այս իմ կոկորդով հարկավոր էր մի հատ անպայման բժշկական ուսումնասիրություն ենթարկվեր կոկորդս ու տեսնենք թե ինչն ա խնդիրը ու ջեսի ոտքը։ Ողջույն Լիանա ջան, միշտ հաճելի է ձեզ դիտել, կուզեի իմանալ նաև ձեր ծնողների մասին, քույր եղբայր, մինչև ամուսնանալը որտեղ եք ապրել, այսինքն ձեր հայրական տունը որտեղ է, եթե կարելի է պատմեք ձեր մասին, հաճույքով կլսեմ, շնորհակալություն։ Ուրեմն, այսպես, ես այս պահին մենք ապրում ենք Դավթաշենում, բայց ես ծնվել մեծացել եմ բարեկամության մետրոն, երևի թե բոլորդ գիտեք, չես սա կամերաս ես կոմենկոմատանում, հայրական տունը եղել է բարեկամության մետրոյի հենց շենքում, մենք ապրել ենք այդտեղ, ծնվել մեծացել եմ այդտեղ, տատիկ պապիկիս տունը եղել է Կոմիտաս սպորտ դպրոցի այդ տարածաշրջանում, դիմացի շենքներ սպորտ դպրոցի, այսինքն սենց մի երեկո խաղացել եմ մեր բարեկամության հենց մետրոյի շենքներ, այդ շենքներ, այդտեղ ենք խաղում, մի օր որ տատիկենց տանն ենք մնում, այնտեղ ենք խաղում և ընկերներ ունեի Կոմիտասի բակում, շատ ընկերներ ունեինք, մեր տարեկից, իմ տարեկից ավելի շատ էին այնտեղ ընկերները, դրա համար ավելի շատ էի սիրում տատիկի հենց տունը գնալ, այնտեղ խաղալ, իսկ բարեկամության այդ մեր տան բակում շատ չէին իմ տարեքի երեխաները, 2-ն էինք կամ 3-ն էինք ընդամենը, հետո ավելի փոքր տարիքի էին կամ ավելի մեծ տարիքի էին, այդքան շատ չէին, ավելի այստեղ բանը հանգիստ խաղեր էին այստեղ, իսկ Կոմիտասում են որ ցատկում ես, վազում ես կազակի ռազմավարինքի շատ են, ոնց որ ամեն մուտքում մի երեխա կար գումարած, նաև կողքի շենքերից սենց հավաքվում էինք ու խաղում էինք, շատ ավելի առույգ էր, մի խոսքով ամեն ինչ, մեծացել եմ այդպես, այդ հատվածում, ես երևի թե ասել եմ, մենք բնիկ երևանցի ենք, իմ պապիկը ծնվել է Երևան քաղաքում, մանրամասն էլի վլոգներում ասել եմ, պատմեք ձեր մասին, եթե կարելի է, այդպես գնացել եմ Ղազարե Սաղայանի անվան դպրոցը, այդ բարեկամությունից մի քիչ կես կանգառ ներքև էր, քայլելով գնում ենք, քայլելով գալիս ենք, մի խոսքով ուրախ զվարթ մանկություն եմ ունեցել, շատ աշխուժ, այսքանը երևի թե կարճ իմ մասին, ու вас есть ЗАГС с մужем, այո, մենք ԶԱԳՍ-ով ամուսնացած ենք, և ԶԱԳՍ-ով ենք ամուսնացած, և եկեղեցում ենք ամուսնացած, իրար ոնց որ հուր հավիտենական ամուսիններ լինելու խոսք ենք տվել, թե ԶԱԳՍ-ում թղթերով, թե եկեղեցում հայկական։ Այստեղ, Լիանա ջան, գոհ եք Հայաստանում տուն գնելուց, արդյոք արժի այդ տարբերակով գնել, թե պատրաստինն ավելի ձեռնտու տարբերակ և ճիշտ ժամանակին հանձնում են տունը։
այս հարցին մոտավորապես մի քիչ առաջ էլ խոսեցի, ուրեմն մենք գոհ ենք մեր գնած տարբերակից, որովհետև նայեք, ես օրինակ Հայաստանում մենք կախված այն ընտանիքից, թե այդ ընտանիքը ինչ հնարավորություններ ունի։ Հիմա եթե ես Հայաստանում ապրեի եւ ապրեի վարձով, բնականաբար երևի թե ավելի ճիշտ կլիներ, որ իմ ունեցած գումարով ես գնեմ ինչ-որ մի փոքր տուն, որպեսզի վարձ չտամ, փողերս հավաքեմ գուցե եւ հիպոթեկով կամ ինչ-որ մեկ այլ տարբերակով նորակառուցում շենք գնել։ Նորակառուցում ինձ թվում է շենք գնելը հաճելի է, որովհետեւ ամեն դեպքում դե նորակառույցը մնում է նորակառույց, ես այդպես եմ կարծում, հին բնակ ֆոնդերը լավն են։ Նայեք, ես ասացի, որ մենք մնաց ապրել ենք բարեկամության շենքում, բայց բարեկամության շենքում էլ օրինակ տարիների ընթացքում ինքը շարժ է տալիս եւ այդ բարեկամության շենքերը ես չգիտեմ հիմա ինչպես է, բայց մի պահ կար, խոսակցություն կար, որ բոլոր շենքերը գրեթե բոլորը ունեին վթարայինի կարգավիճակ են ստանում, որովհետև շատ դե շարժը Ստալինկայա ինքը հին լավ բարձր 3.5 մետրանոց պատալոկներ էին եւ այլն, բայց օրինակ չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց իմ իմանալով այդտեղ խնդիր կար, ինչ որ վթարային էր, ներքևի շենքն էր այդպես վթարային լինում, գուցե մետրոն էր, որ ներքևում մետրոն անցնում, հետո մարդիկ էլ այդ բան էին, չէ, ամփոփություններ են անում առաջին հարկում, մեկ է տեսնում ես ինչ որ բաներ են քանդում, խանութ են սարքում, խանութ սարքելու ժամանակ չեն հետևում բոլոր կանոններին, հիմնական պատեր են քանդում, ձեռ են տալի եւ այլն, ընթացքում լինում է, որ հին շենքերում խնդիրներ է լինում։ Իհարկե նոր շենքերն էլ շատ կարեւոր է, որպեսզի կառուցելուց իմանաս ու որ համոզված լինես, որ այդ մարդիկ ճիշտ ոնց որ կառուցում են այնց ոնց որ պետք է, որ խնդիր չի առաջանա։ Այն որ ասում է այդ մասին ես չեմ կարող ասեմ, որովհետև կառուցելուց ոչ ընդդեղան, ոչ տեսնում եմ ինչ են անում, ոչինչ չեն անում, մենակ հետևում ես, որպեսզի կառուցապատողը լավ անուն ունենա ու եթե նախկինում կառուցել է շենքեր, լավ կառուցած լինի, որպեսզի խնդիր չլինի։ Մեր տարբերակով հարմար է, որովհետև ես վարձով չեմ ապրում, ասեցի Հայաստանում ու այդպես շտապելու տեղ չունեմ։ Ժամանակին է հանձնվում, կարելի է ասել, որ ժամանակի մեջ է, այնտեղ իրանք ունեն, չէ, իրանց նախատեսած ժամանակից 6 ամիս էլ դե ամեն դեպքում մեջ հնարավորություն է գնում, դու էլ մարդ ես, դե պատկերացրեք, եթե դուք սեփական տուն կառուցելու լինեք, չեք կարող հստակ ժամանակ ասել, այստեղ արդեն խոսքը գնում է մեծ բարձրահարկ 21 հարկանի շենքի մասին, բնականաբար ինքը կարա այդտեղ ժամային օրական, ամսական ինչ-որ փոփոխություններ լինի, դա ես նորմալ եմ համարում ու եթե օրինակ այդ ձեզ անհանգստացնում է վարձով եք ապրում ու ամեն օրը ձեր համար ամենամեծ նշանակություն ունի, այդ դեպքում ես խորհուրդ կտամ, որ այդ մարդը պատրաստի բնակարան արդեն գնի, հետո նոր մտածի այդ նորակառույցի մասին, որովհետև նորակառույցը, այո, ինքը կարա մի քիչ երկար տևի։ Կոնկրետ մեր դեպքում նենցա, որ ինքը ժամանակի մեջ է, այդ իր ժամանակի մեջ, ասեցի արդեն, այդ բանը ստացել է, ավարտական ակտը ստացել է, բայց շահագործման ակտ էլ պետք է լինի ու այդ դրա համար ինքը դեռ ժամանակ ունի, մոտավորապես, եթե չեմ սխալվում, 6 ամիս էլ ունի քաղաքապետարանը երկարացնում է։ Ինչ որ նմանատիպ ինչ որ բաներ կա, բայց ես չեմ նեղում դրանից, իմ համար ավելի լավ է ինքը հանգիստ թող իր գործը անի, ինձ հանձնի ապահով շենք, որ ես, չգիտեմ, տարիների ընթացքում ես խնդիր չեմ ունենա այդ շենքի հետ, քան ինքը շուշուտ անի, արագ վերջացնի, որ ժամկետի մեջ լինի ու ինչ-որ լավ գործ չլինի։ Սա այսպես, իմ կարծիքն է, բայց իհարկե կլինեն մարդիկ, ում համար դա ամեն օրն էլ որ ուշացնում է, ինչպես ասում են, ցավալի կարա լինի։ Դրա համար բայց ընդհանուր առմամբ այս պայծրությամբ գոհ ենք, դժգոհ չենք մեր գնումից, մեր որոշումից։
Так, расскажите о себе, где родилась, из какой семьи, какое у вас образование, как познакомились с мужем, какая у вас разница, есть ли у вас профессия, работаете или планируете работать, кем, что подвигло стать блогером։ Օհո, այս հարցերը ես իմ պատասխանեցի, սիրելիս, իմ մասին արդեն ասեցի, 44 տարեկան կլինեմ այս տարի, ծնվել եմ Երևանում, պապենական երևանցիներ ենք, պապս ծնվել է Կոնդ թաղամասում, երկար ժամանակ ապրել է ամուսնանալուց հետո հրապարակի հենց ժամացույցին իրանց տները նայելա Արարատ ռեստորանը, որ կա, այդտեղ նախկինում սեփական տներ են եղել, որտեղից ինքը նայել է հետաքրքիր պատմություն ասեմ, հորեղբայրներս, մեծ հորեղբայրներս միշտ շուստրությունն են արել, ժամացույցը փոխել են, որպեսզի դասից ուշանան, դպրոց չգնան, ավազակություն են արել էլի։ Մի օր պապիկս գալիս է չխայնացած, մի քիչ էլ քեֆը լավ, այսպես ասած, ուրեմն բան է անում այդ պատը, որ պատ է լինում, որ կարելի է որտեղից գնայի ժամացույցին, հրապարակի ժամացույցին, այդտեղից պատը ծակ է անում, ասում է սրանից հետո, որպեսզի ժամը հետ ու առաջ չտան, ասում է սրանից հետո այստեղից հրապարակի ժամով կնայեք, որ հանկարծ դասից չուշանաք։ Դե քեֆը մի քիչ լավ է լինում։ Այդպես, այդ իր սեփական տան այդ հատվածը այտենց միշտ ծիծաղում են, հորեղբայրներս հիշում են մինչև օրս էլ, այդ մեր ընտանիքի ոնց որ երբ որ հավաքվում են, իհարկե պապս հիմա չկա, բայց այդպես հորեղբայրներս հիշում են իրենց ոնց որ հայրիկի արածը, հին օրերը հիշում են, այդպես որ մեզ էլ դե պատմում են, ես բնականաբար այդ ժամանակ չեմ եղել, որ հա այդպես պատը ծակել է զայրացած, ասել է սրանից հետո հրապարակի ժամով կշարժվեք։ Հետո որից հետո իր ծնողները արդեն այդքան չեն ցանկացել ապրեն Կոնդում, Կոնդի տունը ինքը վաճառել է եւ տունը գնել արդեն Շիրվանզադե դպրոցի այդ հատվածում, էլի սեփական տներ են եղել, իր ծնողներին տեղափոխել այնտեղ են ապրել, դե որից հետո ծնողներն էլ որ մահացել են, ինքը այդ տները վաճառել է, քանդել են, չեմ իմանում արդեն պատմությունը, ես այդքան լավ մի քիչ ավելի թռուցիկ գիտեմ, այդքանը գիտեմ։ Հետո ընտանիքի մասին արդեն ասեցի, ունեմ բարձրագույն կրթություն, ավարտել եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մասնագիտությունը ասեցի, աշխատել եմ երկար տարիներ, նախ աշխատել եմ գործի, ոնց որ սկիզբը մտել եմ որպես քարտուղար, հետո ղեկավարել եմ մոտավորապես 10 տարի կադրերի բաժինը ամբողջությամբ, շատ մեծ սիրով եմ հիշում այդ օրերը, կադրային աշխատանքը շատ սիրել եմ, այստեղ որ եկել եմ Բելգիա, ամուսնանալուց հետո արդեն տեղափոխվել եմ աշխատանքից բնականաբար դուրս եմ եկել այնտեղ, տեղափոխվել եմ այստեղ արդեն սկսել եմ սովորել, զրոյից այսպես ասած, մի ընթացք աշխատել եմ օդանավակայանում, որպես check-in agent, Ալեքսս է ծնվել, այդպես շատ չեմ աշխատել, որ ասեմ երկար տարիներ եմ աշխատել այստեղ, չէ, քիչ եմ աշխատել, մինչև Հնդկաստան գնալ նոր էի մտել աշխատել, իմ մոտ այնպես է ստացվում, որ ես հենց մտնում եմ այստեղ աշխատելու, ջեսի իմ համար ոնց որ մի երկիր է գտնում, որ հեռու տանի աշխատանքից, այդպես երկար ժամանակ, որ ասեմ, մի քանի տարի է այս ոլորտում եմ աշխատել, այն ոլորտում, այստեղ Բելգիայում չէ, հիմնականում արդեն ջեսի հետ ճամփորդել եմ, ասենց ասեմ։ Ես կարծես թե հարցերին պատասխանեցի, այստեղի հնչած, այստեղ մի հարց էլ քանի տարեկան է Ջեյմսը, նա արտակարգ ամուսին է քեզ համար եւ լավ հայր, Ալեքսի համար շնորհակալություն նախապես Լանա ջան։ Ուրեմն այս հարցին ես շատ
մտածված չեմ պատասխանում, ես տարիքը ինչի չի, մեր տարիքային տարբերությունը տեն շատ մեծ չի, բայց որոշ մարդկանց համար դա չգիտես ինչի խնդիր է հանդիսանում, ամեն դեպքում դրա համար այս թեմայի մասին ես որոշեցի, որ սոցիալական հարթակում չեմ խոսա, ամեն դեպքում մի օր գուցե եւ այդպես կասեմ, բայց ընտրում եմ այս հարցի շուրջ չխոսել, հուսով եմ, որ ինձ կհասկանաք եւ այսքանը ընկերներ։ Ես ինձ որ օրինակ մեր ընկերները հարցնում են, ես շատ հանգիստ ասում եմ, բայց այստեղ ես չգիտեմ մեզ ովքեր են նայում, այս պահին ովքեր կմիանան, ովքեր կնայեն ու առանց մեր ընտանիքը իմանալու, առանց ինչ-որ մի բան այն օրինակ տեսնելու, իմանալու մի հատ գնան նայեն, չէ, օրինակ այս մարդիկ ովքեր են, ինչ են, անիմաստ ինչ-որ մի բան կգրեն, որը ինձ կնյարդայնացնի, դրա համար ամեն դեպքում այդ իսկ պատճառով այստեղ չեմ խոսի։ Այդպես, ընկերներ ջան, սա հարցերը ես երևի թե հարցերի մասով այսօրվա համար այսքանը, ես կառանձնացնեմ նաև մյուս հարցերը, որոնք տարբեր տեսանյութերի ներքո եք գրել սիրելի ընկերներ եւ կպատասխանեմ նաև մյուս հարցերին, հակառակ դեպքում շատ երկար կլինի ինձ թվում է այս հարց ու պատասխան տեսանյութը կլինի մեկ առաջին հատվածը եւ երկրորդ հատվածը։ Եթե ելի հարցեր կլինեն, կարող եք գրել, իսկ այսպես այսօրվա հարցերը այսքանը ընթացքում մյուս հարցերին կպատասխանեմ արդեն մի երկու տեսանյութ հետո, որպեսզի ժամանակ ունենաք եւ ձեր հարցերը գրեք։ Այսքանը այս պահին, սիրում եմ ձեզ շատ, լավ մնացեք, պատչիկներ։